Ջերեշան հրաժարվում եւ Անասիմյանի դեմ ներկայացված ինքնական պահանջը ես բնդում եմ։ Ուստի դատարանությունում Անասիմյանը պարտավորեց ներառարար հաշվարկերությամբ ընկերությանը պատկանող հերքել իր կողմից վերաբերյալ տարածած մտածածի եւ ճշմարտազրույց սուբտացությունները, իսկ ներկայացվել պատասխանողների ինքնի օրինակ էլեկտրոնային փոստով ուղարկել հավաստող ասացել։ Բարի Եվենյան, ըստ այդպես ուղղակի պրոցեսը մասնակցել պրոցեսին, այսինքն ձեր տեսաձայնագրերը չհանձնել որպեսզի դուք պրոցեսին դիաժեք մասնակցել։ Ըստ էս Սերկովից Անասիմյանի դեմ ներկայացված է եղել ներքելման պահանջ։ Դե քանի որ ես իմ հայցադիմում նշել եմ, որ դատանին պարտավորացրել, որ Արարատ հեռուստաընկերությամբ հերքվի ին վերաբերյալ հրապարակված զրպարտություն համարվող տեղեկությունները, ըստ էության Արարատ հեռուստաընկերությունը եթե հերքել, պետք է Աննայի խոսքերով հերքեր, քանի որ զրպարտությունը Արարատ հեռուստաընկերությամբ տարածվել է Աննա Սիրունյանի կողմից։ Հետևաբար ես իմ հայցադիմում մեջ այդպես եմ մի նկատի ունեցել։ Հասկացա, ես հրապարակում եմ ձեր հայցադիմում նշված պահանջը, հիմա տեսնենք, Սակայն հաշվի առնելով Անասիմյանի տնական կարգավիճակը, որպես ինձ ողջունվային դրսևորում, ես պահանջում եմ ինձ հրապարակայինորեն զրպարտելու համար Աննա Սիրունյանի ցուցումից բռնականներ ընդամենը 1 միլիոն դրամ, իսկ ինձ հրապարակայինորեն զրպարտած մյուս պատասխանող Արարատ հեռուստաընկերության դեմ կրկին որպես բայի կամքի դրսևորում ես գումարային պահանջ չեմ ներկայացնում, այլ պարզապես Արարատ հեռուստաընկերությունից միայն պահանջում եմ հրապարակայինորեն հերքել Աննա Սիրունյանի կողմից ինձ վերագրվող մտածածի զրպարտանքները։ Տեղեկացնեմ նաև, որ պարոն Բաղդասարյանի կողմից առաջին դատական ընթացքում, երբ որ բացվել է հայցքի եւ առարկան, ձեր կողմից որպես հայցքի առարկա նշվել է հենց այսքանն է, այսինքն դուք Աննա Սիրունյանի դեմ ներկայացրել եք միայն գումարային պահանջ, իսկ Արարատ հեռուստաընկերության դեմ ավելի ճիշտ FTC-ի դեմ Արարատ հեռուստաընկերության դեմ ներկայացրել եք հերքմանը պարտավորեցնելու պահանջ։ Ձեր կողմից Աննա Սիրունյանի դեմ հերքելու պարտավորեցման պահանջ չի ներկայացվել։ Եվ քանի որ իմ կողմից որոշում է կայացվել գործի քննությունը շարունակել այն պահից, երբ որ ընդհատվել է պարոն Բաղդասարյանի վարույթում վերջինիս կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ստացվում է, որ իմ վարույթում ևս դուք չունեք ներկայացված Աննա Սիրունյանի դեմ հերքման պահանջ։ Սա ձեզ իգիություն։ Հետագայում այդ մասով հայցից հրաժարվել կամ այդ մասով հայցի կոտրել չեք կարող։ Սա իգիություն։ Դե դեպքում Արարատ հեռուստաընկերությունը եթե պայմանականորեն ընդունենք իմ հայցը բավարարել է, ոնց է հերքելու։ Աննա Սիրունյանի խոսքերով է, չէ՞ հերքելու։ Հասնենք այդ փուլին, արդեն դատան երբ որ քննարկի ձեր կողմից ներկայացված հերքման պահանջը, դուք հերքման ձևով չեք նշել ձեր հայցադիմումով, արդեն դատանը իր վճռով այդ հարցին կրկնանալու։ Հիմա ասում եք դատականությունը, նշանակված է դատականություն, որում արկա է տեսաձայնագրությունը, իրավաբանությունը եւ ունեք դոկումենտ։ Ինչ է, այսինքն դուք ամեն մասով հրաժարվեցիք։ Ինչ է պայմանավորվածանում, որ հետագայում համարձակվեցիք։ Կխնդրեի, քանի որ ՎԿ Գոհար Շահինյանը այսօրվա դատականիստին արդեն իսկ ներկայացել է, առաջնահերթ հարցաքննենք ՎԿ Գոհար Շահինյանին, որից հետո նոր մյուս ապացույցները հետազոտենք։ Դատարանում եք։ Այո։ Շատ լավ, դատարանցանալու ապացույցների հետազոտման հետազոտություն, կլսենք հարցաքննենք ՎԿ Գոհար Շահինյանին, այնուհետև հետազոտենք գործի ապացույցները հետազոտություն։ Խնդրեմ Գոհար Շահինյանին։ Այո։ Ոստիկանության բազովի բաժնի պետի, Վանաձորի ավանդույթը սովորակ Արարատ հեռուստաընկերության կողմից էլեկտրոնային
պատճենները, քրեական գործողությունների մասին որոշման պատճենը, կատաբաժանական հուսակցություն նշանակելու մասին որոշման պատճենը, այս ապացույցների մասով որոշում եք հայտնել։ Վերջում կհայտնեմ իհարկե ունեմ։ Անձնական տվյալներին երևի ավելի շատ վերաբերվել։ Ամեն դեպքում երեք ցանկացած կապակցություն դարձնող դրամատիկ երկու դատական դատարանի ներկայացնի կապակցությունի օրինակը։ Քաղաքացիական դատավարության ռեզերվի 70-րդ հոդվածը համաձայն այդ երկու երկու կոստումակապակցի պատճենը կամ քաղաքը եւ դատարանի նոթասերն առաջին կապակցի վերաբերյալ դատարանի կապակցի կանոնների օրինակը։ Հիմա այս աշխատանքը որոշած պատճենը Հիմա այդ դեպքում թույլ կտաք հանդես գամ միջնորդությամբ։ Այդ ապացույցի բնօրինակը ինձ մոտ չի պահպանվում, պահպանվում է հենց ոստիկանությունում, ով որ այդ որոշումը կայացրել է։ Միջնորդում եմ այդ ապացույցի բնօրինակը դատարանը ինքը։ Ոչ, դա է։ Այո, ինձ մոտ այդպես է։ Դե տարիներ առաջ է տրամադրվել, չեմ հիշում ինչ ձևով է դա ինձ տրամադրվել։ Միգուցե այդ ձևով է տրամադրվել։ Ամեն դեպքում բնօրինակը ոստիկանությունում պահպանվում է, ես որևէ բան չեմ թաքցնում։ Հանգիստ կարող եք ոստիկանությունից պահանջել դրա բնօրինակը։ Այո, միջնորդում եմ, որ այդ ապացույցը դատարանը պահանջի։
ներկայացրել եք մեկ շաբաթական եմ եղել, որոնց հիմնադրամոցից գաղթել վաճառել ամենաէջաժան կյանքի պատմությունը, էլեկտրոնային կայքի քաղվածքը, նախորդական լիստով դառնալիզեր հաստատանին հաստատվեց ապացուցիչ վերաբերության հարցը, հաստատվեց քանի որ նրանք կատարելություններ էին և ձեր կողմից ներկայացրել են նույնը արդեն այլեզու, հաշվարկները, որ նույն կայքը և տարբեր լեզուներով հնարավոր է բացել, դառնապացություն ստունում է, հաշվարկը, որ ոչ թե նույն ապացույցն է, դա պարզապես նույն չի այլ տեսավերություն, այլ տեսավ։ Նրանք խորհուրդատը դառնալ ապացույցներնի, հիմա դեպքերնետություններ Հարգելի դատարան թույլ կտակ, կարծես թե այդ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի որոշումը եւ ոստիկանության բազումի բաժնի կողմից այդ հետաքննիչ Ալիխանյանի կողմից կայացված որոշումը մոռացա կանդրադառնալ։ Այո, երկու որոշումներ։ Մի հատ էլ Աբովյանի հետաքննիչի կողմից կայացված։ Հա, հասկացա, լավ։ Որ տեսաձայնագրության մասին է խոսքը։ Չէ, դա չեմ ուզում, որ համարենք հետազոտված, բայց միջնորդում եմ հետազոտեք իմ կողմից ներկայացված տեսաձայնագրությունը, իմ հարցազրույցի ամբողջական տարբերակ Արադ հեռուստաընկերության լրագրող Մերի Մնոյանին տրված։ Ու նաև ես դիրքորոշում եմ ցանկանում, բավականին ծավալուն դիրքորոշում եմ հայտնելու ձեր կողմից հրապարակված փաստաթղթերի առնչությամբ։ Ծավալուն է, այո։ Հա, շատ բարի։ Այո։ Սկավառակի օրինակ ինձ մոտ կա Իսկ հեռուստացույցի վրա հնարավոր է ցուցադրվի։ Այո։ Դուք ինչպես որ նպատակահարմար կգտնեք։ Ես կարող եմ այս ամեն ինչը ձեր ասածների համատեքստում եւ մեկ անգամ խորհրդացնան սենյակում հետազոտել։ Եթե դուք ինչ-որ մի հազար ծավալության կանոն եք հիմա
հետազոտենք, ասել դուքներ, ես գործի բոլոր նյութերին ծանոթացել եմ, կարող եք ասել, ես այդ մասին եմ ասեմ։ Կամ եթե կարող եք ելի համարել հետազոտված։ Դե այս պահին անգիր չեմ հիշում, որ րոպեից սկսած եմ սկսում գործի մասին խոսալ։ Այդ հեռախոսով խոսալու այդքան էական է, չի ես։ Տնօրենի հետ եմ խոսում։ Ասեմ, այդ հեռախոսով չէ թողել հիմա երևա, նիստով ֆիքսվի, որ Արարատ հեռուստա։ Կարող եք առաջ տալ։ Կարող եք տալ։ Կարող եք տալ, հա։ Կարող եք տալ, դեմ չեմ։ Այո։
Դե թողնում եմ ձեր հայեցողությանը։ Տեսեք, կարող ենք համարել հետազոտված, ես այսպես նախ ես նայել եմ նախքանիստիկալը բոլոր գործում եղած բոլոր ապացույցները, ուսումնասիրել գործողությունների կարողությունները եւ արդեն դատախազությունը ավարտելուց հետո փոխհատուցական սենյակում այլ պարտավորել բոլոր ապացույցները հետազոտել։ Նորից ուսումնասիրել հետազոտումը հիստորիական։ Ես կարողանում եմ այս ամեն ինչը նայել դեռ մինչև վերջ, բայց շահումվեցի իսկ ավարտվել է, սա քրեական գործ չի, քաղաքացիական գործ է, 18 օրը մնացավ դատականիստը հետաձգելու հիմքի։ Հիմա ես նայում եմ համարյա ժամից ավել դարձավ, պետք է տեսանյութը ավարտվի, եթե մեկ նիստը ավարտ 18 օրը մնացավ, նիստը փակվել է։ Ի տարբերություն քրեականի քաղաքացիական գործը հետաձգելու հիմքի։ Հիմա դուք որոշեք, նայեք ժամը 18 օրը նիստը հետաձգենք, թե իմաստը համարենք հետազոտված դուք ձեր ելույթ անեք նիստը գործի քննություն ավարտել։ Ավելի նպատակահարմար է համարենք դա հետազոտված, ես հանդես գամ իմ ծավալուն դիրքորոշմամբ։ Այս դեպքում դեպ տեսանյութի մասնակցությունների այդ ամեն դեպքում այս վերաբերյալ դատան տեսանյութի համարում հետազոտված, նրանք համարվածական դատան քուչիստարներից հիմա ուզում կոնկրետ տեսանյութի իսկությունից ես մեկ անգամ անանան դեմիջավան քրեական գործ հարցերի մասին որոշումներ 21 հոկտեմբեր 2013 թվականին Ոստիկանության Վարազոր քաղաքի բաժնի հետաքրքրության բաժանմունքի հետաքրքիր ոստիկանության լեյտենանտ ուսումնասիրելով Էրիկ Հիգորի Եղանյանի համակարգավարարը նախապատրաստող շուտեր որոշել է քրեական գործ հարցությունների մերժել Վայնե Եղանյանի կողմից Էրիկ Եղանյանի հանրահավաքային հարուցումը Վայնե Եղանյանի արարողական հանձնաժողովի Էրիկ Եղանյանի կողմից Սերգեյ Նիկոլոյ Հիմա դիտացնեք, որ այստեղ հենց դες տարբերակում են դվել ապացույցի ամբողջ հանքի այն է ըստ ձեզ այս հատուցումը եթե ձեր տակած հենց այդ հատվածը որտեղ որ ճուճումոսանանա սիրնալի մի հատ կապեք այդ մասապարի եղնյան ըստ ձեզ այս ինչի վերաբերյալ ես այն շկապում որի ուսմանավարական նշանակություն ունի այս հատվածը Կոնկրետ այդ հատվածը գործի լուծման համար, այդ ջնջված հատվածը կոնկրետ։ Ըստ էության որոշման եզրափակիչ մասում ֆիքսված է, որ քրեական գործ հարուցելը մերժել Էրիկ Եղանյանի կողմից Աննա Սյունյանի նկատմամբ կատարված ենթադրյալ բռնի գործողությունների մասով։ Այդ հատվածը ջնջված չի, տեսանելի է։ Այսինքն գործին վերաբերելի մաս իմ կարծիքով որոշման եզրափակիչ մասն է, որը որ տեսանելի է, ջնջված չի։ Այսինքն ես առարկում եմ, եթե դատանը որոշի, որ այս ապացույցը հանի ապացույցների շարքից, որովհետև ըստ էության որոշման եզրափակիչ մասը տեսանելի է։ Եթե դուք կարծում եք, որ այս հատվածը էական չի, էականի եզրափակիչ է, ես սա կարող եմ օգնել գործում, այսպես հետազոտել, գնահատել սա վիճռով, եւ այսինքն օրինակ դուք ես արդեն այս հատվածներից ինչ-որ մի բան ինքնուրույն անելու հնարավորություն արդեն չեք ունենում։ Բարձր եզրափակիչը մնում է։ Հասկացա։ Հիմա համաձայնեք, որ սա ուղղակի մտագործում, էլ տնօրինակով ճիշտ ասած, ես մտածում եմ, որ դա կլինի։ Հիմա եթե ես տնօրինակով պահանջեմ
ոստիկանությունից կարող են հարաբերս խաղողարկել, բայց բացի որ մեզ համար իրական նշանակություն չունի։ Քանի որ դուք եք ինֆորմացիային դիապետում, իր համար եք հարցրեց տալիս։ Այո, ես հավաստիացնում եմ, որ ջնջված հատվածը կոնկրետ գործի համար որևէ էական նշանակություն չունի, այլ գործի համար էական նշանակություն ունի որոշման եզրափակիչ հատվածը, որով հաստատվել է, որ Էրիկ Եղինյանից կողմից Աննա Սիմոնյանի նկատմամբ ենթադրաբար կիրառված բռնությունների մասով քրեական գործառույթը մերժվել է։ Նաև կխնդրեմ մի բան էլ հստակեցնենք, ես այդ պահը ուշադիր չեղա, միգուցե հրապարակեցի, ես էի անուշադիր, կխնդրեի հստակեցնենք էլի, նաև ես հայցադիմումինքից դատան եմ ներկայացրել Աննա Սիմոնյանի կողմից նախկինում դատանին հասցեագրված բողոքի պատճե, որտեղ տեղեկություններ են արծարծվում այն մասին, որ ես Աննա Սիմոնյանի հանդեպ միշտ լավ եմ վերաբերվել, բռնությունների չեմ ենթարկել, այ դա դրան անդրադարձակ, թե ոչ։ Բողոք Աննա Սիմոնյանի ձեռագրով գրված, դատանին հասցեագրված բողոք, չէ, բացի դիմումը, չէ, կա բողոք էլ, բացի դիմումը Լոռու մարզի դատախազին է հասցեագրված եղել։ Բողոք, այս բողոքի մասին է խոսքը, դուք բողոքը կարծես թե չանդրադարձաք։ Այո։ Ես կարճատես եմ, հեռուն չեմ տեսնում, ինձ համար մոտիկանամ։ Այո։ Ուրեմն իմ դիրքորոշումը կառուցված է մինչ օրս դատանին ներկայացված իմ դիմումներում տեղ գտած տեղեկություններից։ Հիմա ես հրապարակեմ որոշ հանգամանքներ, որոնք որ արդեն իսկ ներկայացրել եմ դատանին, դիմումներ, միջնորդություններ, այսինքն որոշակի հատվածներ մեջ բերեմ եւ դա է իմ դիրքորոշումը։ Թույլ կտաք հիմա որ ես որոշակի հատվածներ մեջ բերեմ, մինչ օրս իմ կողմից դատանին ներկայացված իմ դիմումներից, միջնորդություններից։ Հարգելի դատարան, տեղեկացնում եմ, որ պատասխանող FTV ՍՊ-ն դատանի ներկայացված իրենց 21.04.2025 թվականի միջնորդության մեջ նշել են, որ Էրիկ Եղինյանս հերքման պահանջով Արարատ հեռուստաընկերությանը իբր թե չեմ դիմել։ Այդ կապակցությամբ տեղեկացնում եմ, որ այսպես էլ հարմար։ Այդ կապակցությամբ տեղեկացնում եմ, որ նախքան դատարան հայցադիմում ներկայացնելը ես գրավոր դիմել եմ Արարատ հեռուստաընկերությանը, պահանջելով հերքել Աննա Սիմոնյանի կողմից իմ վերաբերյալ հրապարակված տեսանյութում արծարծվող մտածածին հանգամանքները։ Մինչդեռ Արարատ հեռուստաընկերության կողմից ինձ ուղարկված գրավոր պատասխանով մերժվել է հերքում հրապարակելու իմ իրավաչափ եւ ողջամիտ պահանջը եւ Արարատ հեռուստաընկերության կողմից ինձ ուղարկված այդ մերժված գրավոր պատասխանը ես իմ հայցադիմումինքից արդեն իսկ ներկայացրել եմ դատարանին։ Ասեմ ավելին, Արարատ հեռուստաընկերությամբ իմ վերաբերյալ հրապարակված երկրորդ տեսանյութում իմ դիրքորոշումը կոնտեքստից կտրված եւ խեղաթյուրված է եթեր հեռարձակվել։ Երբ որ Արարատ հեռուստաընկերության լրագրող Մերի Մնոյանը եկել էր Ստեփանավան եւ նկարահանել էր իմ պատասխան դիրքորոշումը, այդ ժամանակ ես նույնպես ամբողջությամբ նկարահանել եմ լրագրողին տրված իմ հարցազրույցը եւ իմ այդ հարցազրույցի ամբողջական տարբերակը ես տեղադրել եմ Էրիկ Եղինյան շախմատիստ վերնագրով իմ YouTube-յան ալիքում։ Այդ կապակցությամբ դատարանին 22.05.2025 թվականին իմ դիմումինքից ես արդեն իսկ ներկայացրել եմ Արարատ հեռուստաընկերության լրագրող Մերի Մնոյանին իմ կողմից տրված իմ հարցազրույցի ամբողջական տարբերակը պարունակող տեսանյութը, որը ես ինքս եմ նկարահանել եւ տեղադրել իմ YouTube-յան ալիքում։ Հիշյալ տեսանյութով փաստվում եւ հաստատվում է, որ պատասխանող Արարատ հեռուստաընկերությունը ամենևին էլ իմ պատասխան դիրքորոշումը ամբողջությամբ չի հրապարակել, այլ իմ պատասխան դիրքորոշումը կոնտեքստից կտրված եւ խեղաթյուրված է եթեր հեռարձակվել։ Հետևաբար անհիմն է գործն առանձնացնելու եւ Արարատ հեռուստաընկերության դեմ ներկայացված պահանջի մասով հայցի բարույթը կարճելու FTV ՍՊ-ի միջնորդությունը։
Ոստի ելնելով վերոգրալից դատանից խնդրում եմ մերժել FTV-ՍՊ-ի հիշյալ միջնորդությունը։ Հիմա անդրադառնամ հաջորդ փաստարկներից։ Դատանին տեղեկացնում եմ, որ Աննա Սիրունյանը կիսաբաց լուսամուտների լուռ աղմուկ վերնագրով հաղորդաշարում բարձրաձայնում է, որ ինքը բռնությունների է ենթարկվել իր նախկին ամուսինների Գեորգի Պետրոսյանի, Ալեքսեյի, իր քեռակնոջ Ժանետա Քեսյանի եւ իր մոր կողմից։ Հետևաբար, եթե իրականում Աննա Սիրունյանի ծնոտը, քիթը կամ աչքի ունքի մաշկը ջարդված են, ապա չի բացառվում, որ այդ ամենը տեղի ունեցած լինի վերը նշված անձանց կողմից։ Կոնկրետ Էրիկ Եղինյանս այդ ամենի հետ որևէ առնչություն չունի։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ 2020 թվականից մինչ օրս ես Աննա Սիրունյանի հետ չեմ ապրում եւ նրա հետ մինչ օրս որևէ առնչություն չեմ ունեցել։ Հետևաբար ողջամտորեն տրամաբանական է, որ եթե ես Աննա Սիրունյանի նկատմամբ անօրինական արարքներ կատարած լինեի, ապա վերջինս կարող էր այդ ենթադրյալ արարքների մասին բարձրաձայնել ավելի վաղ։ Մինչդեռ ըստ Աննա Սիրունյանի 2019 կամ 2020 թվականին տեղի ունեցած ենթադրյալ դեպքերի, այսինքն իմ կողմից Աննա Սիրունյանի բնակարանն իբր թե բռնությամբ եւ խաբեությամբ վաճառելու մասին Աննա Սիրունյանը Արարատ հեռուստաընկերությամբ բարձրաձայնել է միայն 2024 թվականի մայիսի 20-ին։ Հետևաբար այդ հանգամանքը նույնպես վկայում է այն մասին, որ Արարատ հեռուստաընկերությամբ Աննա Սիրունյանի կողմից ինձ վերագրվող մտածածին մեղադրանքներն ու զրպարտանքներն արժանահավատ չեն, զուրկ են փաստական հիմքերից եւ որևէ աղերս չունեն իրականության հետ։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Արարատ հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված խնդրու առարկա տեսանյութում Աննա Սիրունյանի կողմից ինձ վերագրվող վերը հիշատակված մտածածին մեղադրանքների ու զրպարտանքների վերաբերյալ նախկինում ոստիկանության բազումի բաժնի, Աբովյանի բաժնում եւ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով որոշումներ են կայացվել Էրիկ Եղինյանից նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին հանցակազմի բացակայության հիմքով, որոնցով հերքվել են Աննա Սիրունյանի կողմից Արարատ հեռուստաընկերությամբ ինձ վերագրվող մտածածին մեղադրանքները եւ իմ կողմից վկայակոչված որոշումներն Աննա Սիրունյանի կողմից չեն բողոքարկվել։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ իմ կողմից վերը հիշատակված կիսաբաց լուսամուտների լուռ աղմուկ վերնագրով հաղորդաշարում բարձրաձայնվում է նաև, որ Աննա Սիրունյանն ունի զառանցական մտքեր եւ հակում ունի զրպարտել անմեղ մարդկանց։ Ես արդեն իսկ դատարանի պաշտոնական էլեկտրոնային փոստին եմ ուղարկել YouTube-ում արկա Աննա Սիրունյանի վերաբերյալ կիսաբաց լուսամուտների լուռ աղմուկ վերնագրով հաղորդաշարի այդ տեսանյութի հղումը։ Այսինքն ուղարկել եմ, դիմումը թվագրված է 12/12/2024 թվականին։ Այս դիմումը ես դատան եմ ուղարկել էլեկտրոնային փոստով։ Հետևաբար այդ կիսաբաց լուսամուտների տեսանյութի YouTube-յան հղումը նույնպես ուղարկել եմ էլեկտրոնային փոստով դատանի էլեկտրոնային փոստին, որը YouTube-ում կա։ Չգիտեմ դատանի աշխատակազմը արդյոք այդ տեսանյութը ինքը ներբեռնել են գցել է նյութերին թե ոչ, որտեղ ես միայն հղումն եմ ուղարկել։ Այսինքն լազերային սկավառակով չեմ ներկայացրել դատանին, ուղարկել եմ միայն տեսանյութի YouTube-յան հղումը էլեկտրոնային փոստով։ Այո։ Այո, կա 27 թերթից բաղկացած։ 27 թերթից բաղկացած։ Մեյլով ուղարկել եմ դատանի մեյլին։ Չէ, ես տեսանյութում կա, որ դատականիստերը տեսաձայնագրել եմ, դատավորին հարցրեցի, ես ստացել եք այդ դիմումս, դատավորը հաստատեց, ասեց այո, ստացել եմ։ Պետք է գամ մոտիկ, որ տեսնեմ։
Դեկտեմբերի 12-ի դիմումն։ Ճիշտ է։ Հա 27 թ. 27 թ. Այս դիմումի մեջ անդրադարձել եմ։ Բա որ ասում եք առանձին լինքերով վարկել եք։ Առանձին եք ուղարկել, թե սրա մեջ եք գրել։ Չէ, առանձին լինքով եմ ուղարկել։ Այս էլ ֆորմայլով ուղարկել եք, դե այստեղ լինք չկա։ Այստեղ կա երկու հատ կցված բան։ Չէ, իմեյլով ցույց հա տալի, որ ուղարկել եմ։ Լավ, դուք ասեք, ես իմ օգնականից կասեմ, Եթե նույնիսկ ջնջված է լինի, ջնջված ֆայլերն էլ է հնարավոր վերականգնել։ Բայց այդտեղ 27 թ. դիմում մեջ կար, բա ուր է 27 թ. դիմումը։ Չէ, 27 թ. չէր, ավելի կիսակոչ։ Ընդհանուր սա թերթերի կա այդտեղ։ Հա ոնց չկա։ 27, 26, 25, 24, 23, 22, 21, 20, 19, 18, 16, 17, 15, 14, 13, 14, 13, Բա լինքը ուր է այդ կիսաբաց լուսամուտը։ Ես հիմա կասեմ, că ճիշտ է։ Այո, որովհետև դիմում եմ նշել եմ, որ ուղարկում եմ։ Mən ուզում եմ կողմնորոշում տեսնեմ էլ ինչ ունեմ ասելու։ Դժվար։ Դիտեք լուր աղմոք դիսամոզություններ։ Ամալիա Մեջլումյանը ով է։ Պարոն Բաղդասարյանի օգնականը։ Այս էլ YouTube-ի լինք է։ Երբ է ուղարկված։ Նոյեմբերի 12-ին, ոչ թե դեկտեմբերի։ 24 թվականի։ Ուրեմն ես եմ շփոթում։ Լավ, ուրեմն ասեմ։ Ամեն դեպքում ուղարկած է, ուղարկել եմ գործում կա։ Հա, դա ես չփոթվեցի, միգուցե հնարավոր է։ Հիմա դատանին ըստ էության թերևս ավարտեցի իմ ելույթը, դատանին միջնորդում եմ նաև դատական նիստի ժամանակ հետազոտել այդ կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարի լուռ աղմուկ վերնագրով հաղորդաշարը, որտեղ Աննա Սիրունյանը բարձրաձայնում է, որ իր նկատմամբ իր նախկին ամուսինների կողմից կատարվել են բռնություններ, ջարդել են իր ծնոտը, քիթը, ինչպես նաև այդ տեսանյութում բարձրաձայնվում է, որ Աննա Սիրունյանը ունի զառանցական մտքեր եւ հակում ունի զրպարտել անմեղ մարդկանց։ Հետևաբար այդ տեսանյութում արծարծվող իմ կողմից վկայակոչված այդ հանգամանքները կարող են նաև կիրառելի լինել սույն գործով պարզաբանման ենթակա հանգամանքները պարզաբանելու հետ կապված, նաև Աննա Սիրունյանի խոսքերի արժանահավատությունը գնահատելու տեսանկյունից գտնում եմ, որ անհրաժեշտ է որպես Աննա Սիրունյանի անձը բնութագրող տվյալ միգուցե կամ միգուցե նրա հայտնած խոսքերի արժանահավատության մասին պատկերացում կազմելու համար գտնում եմ, որ ամեն դեպքում անհրաժեշտ է նաև այդ տեսանյութը նույնպես հետազոտել, նաև այդտեղ կա հենց կոնկրետեն տեղեկություններ են շոշափում, որ ինքը ասում է, որ իմ նախկին ամուսիններս, քեռակինս, իմ մայրս ծեծել են, քիթս, ծնոտս ջարդել են, իսկ հիմա այդ նույն բաները ինձ ա վերագրում։ Այսինքն այդ հանգամանքով պայմանավորված անհրաժեշտ է այդ տեսանյութն էլ հետազոտել, որով կփաստվի, որ եթե իսկապես Աննա Սիրունյանի ծնոտը կամ քիթը ջարդացել է, ես դրա հետ որևէ առնչություն չունեմ, այսինքն Աննայի զրպարտանքները կհաստատվի հենց այդ Աննայի կողմից իմ վերաբերյալ հնչեցված զրպարտանքները կհաստատվեն այդ կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարում արծարծվող տեղեկություններով։ Դա հղումը չի, դա տեսանյութն է ապացույցը հանդիսանում։
Դե ես հղումն եմ ներկայացրել, հիմա եթե անհրաժեշտ է, ուղղակի ես չունեմ այդ հնարավորությունը, որ դիսկի վերածայնագրեմ։ Կարող ենք ինտերնետ կապ ապահովել, այդպես նայել հղումով։ Նման ձևակերպումից փոխվում է, որ եթե դուք ցանկանում եք, որ դատան հետազոտի ապացույցը, անանով տեսանյութը, պետք է դուք դա ներկայացնեք տելեֆոնային գրիչով։ Հղումը ապացույցման միջոց չի հանդիսանում, քաղաքական դատավարության օրենսգրքով ապացույցի նման աղբյուրի եղանակ աղբյուր օրենսգրքով նախատեսված չի։ Հետևաբար հղումը հետազոտել հնարավոր չի։ Հղումը չէ, հիմա եթե դատանում ինտերնետ կապ ապահովի, կարող ենք մուտք գործել, հենց YouTube-ից հետազոտել այդ տեսանյութը։ Ապացույց չէ, նոր ապացույց եք ստեղծում և ներկայացնում դատարանին, անկախ նրանից, որ հղումը ներկայացնում։ Լավ, շնորհակալ եմ, եթե ունեք։ Այսինքն հիմա դատանը դա որպես ապացույց չի դիտարկում։ Եթե հիմա ներկայացնեմ, հիմա կամ վաղը, եթե ներկայացնեմ դատաքննության փուլում, դա կդիտարկվի որպես ապացույց։ Ես այդ հարցը կպատասխանեմ այն ժամանակ, երբ որ ներկայացվի համապատասխան ուսումնասիրության նկատմամբ ձեր փաստաբանեք խորհրդածը, ձեր փոքր հստակերել ձեր փաստաբանեք, ես որոշում կայացնում եմ։ Դուք ներկայացնում եք, ես որոշում կայացնում։ Դե այդ դեպքը հիմա միջնորդում եմ դատական նիստը հետաձգել, քանի որ դեռևս դատաքննությունը չի ավարտվել, շարունակվում է։ Ինձ հնարավորություն ընձեռել ողջամիտ ժամկետում այդ տեսաձայնագրությունը մոտակա ինտերնետ կլուբում գումարը ես վճարեմ, ասեմ իրանք տեղադրեն դիսկի վրա, ներկայացնեմ դատարանին։ Նոր ապացույց դատաքննության փուլում չի ներկայացվում։ Ապացույցները ներկայացնում են դատարանի կողմից ժամանակ ժամկետի ընթացքում։ Այդ ժամկետից հետո ապացույց ներկայացնել կարող եք միայն այն դեպքում, երբ որ հիմնավորում եք օբյեկտիվորեն անհնարինությունը, որ մինչև չի կարող ներկայացնել այդ ապացույցը։ Օրինակ ձեր ձեռքի տակ չէ կամ չգիտեմ օբյեկտիվ պատճառներով ձեզ համար արգելք չէ ստացված այդ ապացույցը ներկայացնելու։ Եթե դուք ցանկանում եք ներկայացնել նոր ապացույց, ցանկանում եք այդ կոնկրետականից հետաձգել, ես չեմ բավարարել միջնորդությունը։ Որովհետև մենք գտնվում ենք դատաքննության փուլում։ Եթե դուք հիմա օբյեկտիվորեն կհիմնավորեք անհնարինությունը, դուք եք Դե անհնարինությունը պայմանավորված է եղել հետևյալ հանգամանքի հետ, որ ես չունեմ համապատասխան տեխնիկական միջոցներ այդ տեսանյութը լազերային սկավառակի վրա ներբեռնելու համար։ Հիմա պետք է գնամ մոտակա ինտերնետ կլուբ, գումար վճարեմ, ասեմ, որ դա տեղադրեն լազերային սկավառակի վրա ներկայացնեն ինձ։ Դե եթե պարոն Բաղդասարյան այն ժամանակ անդրադարձ կատարեր դրան, ես կանեի դա։ Որի համար ևս հեռի մաշկումա և սամովա ճամկետի համար ևս ընդունելի է եղել։ Հետևաբար ձեր կողմից այդ ճամկետից հետո ներկայացված ապացույցները ընդունելի չեն։ Չէ, պարոն Բաղդասարյանը իր որոշման մեջ նաև այսպիսի ձևակերպում էլ արել, որ ապացույցները կարող են ներկայացվել ներառյալ դատական նիստը, քանի որ նախապես նշանակված դատական նիստը տեղի չի ունեցել դատավորի թոշակի գնալու կապակցությամբ, մենք էլ մտադրված ենք եղել մեր ձեռքի տակ առկա ապացույցներ ներկայացնել դատական նիստի ժամանակ։ Այսինքն մեր մեղքով չի եղել, որ մենք չենք ներկայացրել։ Նախորդ դատական նիստի ժամանակ, որի դուք պատշաճ ծանոթացած եք իմ նախագահության նիստի ժամանակ, որի դուք պատշաճ ծանոթացած եք եւ դատական նիստին չի եք ներկայացրել, կարող եք ձայնագրությունը դարձնել լսելիս ինչու մասով ես դուք իմ հաղորդանի հետ այդ հարցը քննարկել եմ, որ եթե դուք իմ նիստով եք բերեի նախորդ նիստի, ես դրանք ընդունելու էի, որովհետեւ բնականաբար երբ որ պարոն Բաղդասարյանը սահմանում է նիստը ներառյալ եւ այդ նիստը ինքը չի կարողանում կայացնել, որովհետեւ անցել է կեսաթոշակի ես որոշում եմ շարունակել նկատմամբ համարից, նշանակում է իմ կողմից նշանակված առաջին նիստին, ոչ թե այսօրվա նախորդ նիստին, դուք կարող եք այդ ապացույցը ներկայացնել։ Հասկաց։ Ես հասկացել եմ։ Ունեք ապացույց կամ նշանակություն ներկայացնելու, Տիկին Հակոբյանը մի քանի անգամ շեշտում է, որ պարոն Երևանյանը ինչ-որ բաներ ունի ներկայացնելու, ես տեղյակ չեմ ինչու չի դատական նիստին ներկայացել։ Պարոն Տիկին Հակոբյանը այդ հարցը բացատրել է, որ դուք եւ ձեզ անդրադառնալու եք, որ հասկանան ինչու չեք կարող, չեք պատասխանել ցանկերին։ Այդքան է նիստի ժամանակ այդ ամեն ինչը քննարկվել է, որ Տիկին Հակոբյանը չի կարողացել բացել, թե ինչ ունեք ներկայացնելու, որպեսզի ինքը ձեր շահերի պաշտպանությունը իրականացնի։ Հիմա այդ ժամկետը լրացել է։
Այդ դեպքը մի հատ ուրիշ հայտարարությամբ էլ հանդես կամ դուք ապացուցման բեռը որ դատավ դուք չէ, այսինքն նախկին դատավոր պարոն Բաղդասարյանը ապացուցման բեռը բաշխելու իր որոշման մեջ նաև պատասխանող Աննա Սիրունյանի վրա է դրել որոշակի պարտականություններ ապացուցելու հետ կապված։ Մինչդեռ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Մինչդեռ այդ կապակցությամբ Աննա Սիրունյանը չի կատարել դատարանի որոշման պահանջը եւ որևէ ապացույց դատարանին չի ներկայացրել։ Հետևաբար ես գտնում եմ, որ նաեւ այդ հանգամանքով պայմանավորված իմ հայցը ենթակա լինելու բավարարման։ Դուք հիմա փորձում եք ապացույցներ ներկայացնել, որոնք այսպես ասած պետք է ներկայացնել Աննա Սիրունյանը հիմնավորելու համար իր ասացների ճշմարտացիությունը։ Նման պարտականություն դուք չեք կրում, դա դրվել է պատասխանողների վրա է դրվել, ապացուցելով, որ այդ տեսանյութում հնչեցված ենթադրաբար հնչեցված արտահայտությունները համապատասխանում են իրականությանը։ Բնականաբար, բյուջետ կայացնելիս այդ ամեն ինչին ես գնահատական եմ տալու։ Արտահայտել դուք ձեր մասով ապացուցման պարտականությունը որքան եք կատարել, պատասխանողները իրենց մասով ապացուցման Նաև հիմա ես ցանկանում եմ մեկ այլ միջնորդությամբ էլ հանդես գալ։ Միջնորդում եմ Աննա Սիրունյանի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն։ Հիմա տեսագրությունը Հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Գեղինյանն եմ, ինչպես արդեն տեսաք, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում ավարտվեց ինձ ձերբարտելու գործով Էրիկ Գեղինյանից կողմից Աննա Սիրունյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցով այսօրվա դատական նիստը։ Ինչպես արդեն տեսաք, դատարանում փաստվեց, որ պատասխանող Աննա Սիրունյանը դատարանի սահմանած ժամկետում դատարանին չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհաստատվեր Աննա Սիրունյանի կողմից Արարատ հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված տեսանյութում Էրիկ Գեղինյանից վերաբերյալ Աննա Սիրունյանի կողմից հնչեցված ձերբարտությունները։ Այսինքն մի խոսքով պատասխանող Աննա Սիրունյանը չի կատարել դատարանի որոշման պահանջը եւ դատարանի սահմանած ժամկետում որևէ ապացույց դատարանին չի ներկայացրել։ Ասեմ ավելին, դատական նիստի ժամանակ որպես վկա հարցաքննվեց նաև իմ ընտանիքիս անդամներից մայրս, ով ամբողջությամբ ըստ էության հերքեց Աննա Սիրունյանի կողմից ինձ վերագրվող մտածածին մեղադրանքները, զազրախոսությունները, պարզապես ինչ-ինչ նկատառումներից ելնելով ես նպատակահարմար չգտա ցուցադրել դատարանում որպես վկա հարցաքննված մորս ցուցմունքը։ Նաև կցանկանայի ամփոփելով իմ դիտարկումները կցանկանայի նաև հավելել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանե Սահակյանը բավականին պատրաստված եւ գրագետ դատավոր է, համենայն դեպս ինձ մոտ այդ կարծիքը ձևավորվեց դատական նիստի ժամանակ շփվելով դատավոր Նանե Սահակյանի հետ, եւ ես կցանկանայի, որ մնացած բոլոր դատավորները նույնպես լինեին դատավոր Նանե Սահակյանի նման։ Իհարկե ես չեմ թերագնահատում մնացած դատավորների մասնագիտական արժանինքները, ամեն դեպքում հրապարակայնորեն հնչեցրեցի իմ կարծիքը եւ իմ տեսակետը եւ դատարանից արդարություն եւ արդարադատություն եմ ակնկալում, քանի որ իմ կողմից դատարանի ներկայացված համոզիչ փաստարկներով, ապացույցներով կարծում եմ, որ հաստատվեց, որ Աննա Սիրունյանի կողմից ին վերաբերյալ հնչեցված այդ տեղեկությունները ամբողջությամբ ձրպարտանքներ են եւ որևէ աղերս չունեն իրականության հետ եւ չեն համապատասխանում իրականությանը։ Նաև կցանկանայի մի փոքր էլ խոսել այս գործի նախապատմության մասին, մասնավորապես Աննա Սիրունյանը իր կամքով ինձ տվել է լիազորագիր, որով ինձ լիազորել է, որ ես
վաճառեմ իրեն պատկանող բնակարանը, այդ լիազորագիրը վավերացվել է նոտարի կողմից, այսինքն ստացել է նոտարական վավերացում եւ նոտարի մոտ Աննա Սիրունյանը հստակ նշել է, որ լիազորագիրը ինքը տալիս է իր կամքով, որևէ սպառնալիք, որևէ հարկադրանք Էրիկ Եղինյանից կողմից չի եղել։ Եվ Աննա Սիրունյանի կողմից ինձ տրված նոտարական վավերացում ստացած լիազորագրի հիման վրա ես վաճառել եմ վերջինիս բնակարանը եւ հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ Աննա Սիրունյանի հաղորդումների կապակցությամբ ոստիկանության Վանաձոր քաղաքի բազումի բաժնում, ոստիկանության Աբովյանի բաժնում, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի վարույթում նախապատրաստված նյութերով որոշումներ են կայացվել Էրիկ Եղինյանից նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին հանցակազմի բացակայության հիմքով եւ այդ որոշումների օրինականությունը հաստատվել է դատախազության կողմից եւ Աննա Սիրունյանի կողմից հիշալ որոշումները չեն բողոքարկվել եւ մտել են օրինական ուժի մեջ։ Այսինքն դա նշանակում է, որ ըստ էության թե ոստիկանությունում, թե քննչական բաժնում եւ թե դատախազությունում քննարկման առարկա են հանդիսացել Աննա Սիրունյանի կողմից Էրիկ Եղինյանից դեմ ներկայացված բոլոր բողոքները եւ ոստիկանության եւ քննիչների կողմից որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին Էրիկ Եղինյանի արարքում խարդախության հանցակազմի բացակայության հիմքով։ Այսինքն Էրիկ Եղինյանս ամենևին էլ խաբեությամբ չեմ տիրացել Աննա Սիրունյանին պատկանող բնակարանին եւ իմ բոլոր գործողությունները բխել են օրենքի պահանջներից եւ եղել են օրենքի շրջանակներում։ Նաեւ կցանկանային հանրությանը տեղեկատվություն տրամադրել այն մասին, որ ես ամենևին էլ շահամոլ չեմ, նյութապաշտությամբ չեմ առաջնորդվում եւ Աննա Սիրունյանի գումարները ինձ ամենևին էլ անհրաժեշտ չեն եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իր մեկ այլ ամուսնությունից Աննա Սիրունյանը ներկայումս իր խնամքի ներքո ունի մանկահասակ երեխա, այդ իսկ պատճառով ես ելնելով մարդասիրական նկատառումներից դատարանում հրաժարվեցի Աննա Սիրունյանի դեմ ներկայացված իմ գումարային պահանջից, քանի որ սկզբնական իմ պահանջը այն էր, որ Աննա Սիրունյանից հօգուտ ինձ դատարանը բռնագանձեր 1 միլիոն դրամ ինձ զրպարտելու համար, քանի որ անձը իրավունք ունի իրեն զրպարտելու համար դատական կարգով պահանջել մինչև 6 միլիոն դրամ։ Այնուամենայնիվ ես հաշվի առնելով Աննա Սիրունյանի խնամքի տակ գտնվող մանկահասակ երեխայի առկայությունը, այդ հանգամանքը հաշվի առնելով, ելնելով մարդասիրական նկատառումներից հրաժարվեցի Աննա Սիրունյանի դեմ ներկայացված իմ գումարային պահանջից, քանի որ նորից եմ կրկնում Աննա Սիրունյանի գումարները ինձ հարկավոր չէ, ինձ ընդամենը անհրաժեշտ է, որ վերականգնեմ արդարությունը եւ վերականգնեմ իմ պատիվն ու բարի համբավը, որով որ արատավորվել է Աննա Սիրունյանի կողմից։ Այսինքն իմ ակնկալիքը միայն այն է, որ դատական կարգով վերականգնեմ իմ խախտված իրավունքները եւ հասնեմ արդարության, որպեսզի դատական ճանապարհով ի վերջո հերքվեն Աննա Սիրունյանի կողմից Արարատ հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված տեսանյութում ինձ վերագրվող մտածածին զրպարտանքները եւ հավաստիացնում եմ, որ ես այս հարցում լինելու եմ հետեւողական եւ հասնելու եմ այն բանին, օրենքով սահմանված կարգով հասնելու եմ այն բանին, որպեսզի Աննա Սիրունյանը Արարատ հեռուստաընկերությամբ հանդես գա հերքումով։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Ահա տեսեք, սա դատարանի շենքն է, ես հիմա գտնվում եմ Լոռու մարզի ընդհանուր ավասության դատարանի Վանաձորի նստավայրի շենքի դիմաց։ Թերևս այսքանով ավարտում եմ այսօրվա նկարահանումները եւ շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար։